Այո, $200,000 տունը ինչ է, որ ես 10 տարի հետո չպետք է ունենամ։ Սրբույի Գալյանի այս հայտարարությունը վրդովեցրել էին շատերին, որովհետև Հայաստանում 600,000-ից ավել մարդ օրվա հացի խնդիր ունի։ Ամեն օր քնում են վախով, որ գուցե վաղը չկարողանան իրենց խնդիրները լուծել։ Եվ այս իրավիճակում կա կառավարություն, որի նախարարը հպարտորեն հայտարարում է, թե ինքը կարող է 10 տարում $200,000 առանձնատուն գնել Հայաստանի նման աղքատ երկրում։ Մի պահ մի կողմ թողնենք այն, որ 100,000-ավոր քաղաքացիներ 200,000 դրամի, ամսական 200,000 դրամի, որոշները նաև տարեկան 200,000 դրամ մի կողմ դնելու խնդիր ունեն, գանք դրան, թե ով է Սրբույի Գալյանը, որ կարող է նման հաշվարկներ ունենալ, հա։ Առաջին այսքից կարող է տպավորություն ստեղծվել, թե մարդը հրաշալի մասնագետ է, հատկապես ինքը ակնարկում է դրա մասին եւ տասնամյակների փորձառություն ունի մասնավոր սեգմենտում աշխատելու, միլիոններ վաստակելու եւ այո, շատ հանգիստ կարող է անգամ թողնել նախարարի պաշտոնը եւ գնալու իր միլիոնները վաստակել։ Կարելի է ասել դե լավ, մարդը մի քիչ պոռոտախոս է, այս ծավալի աղքատություն ունեցող երկրում նախարարի պաշտոն զբաղեցնելով նման միտք է արտահայտում, բայց դե իր հնարավորությունները թույլ են տալիս անկախ նրանից, որ չգիտի հրապարակային ինչպես իրեն դրսևորել։ Բայց երբ նայում ես մարդու կենսագրությանը, լրիվ այլ տպավորություն է ստանում։ Ուրեմն Սրբույի Գալյանը իր կյանքում ընդամենը 1 տարի է աշխատել մասնավոր ընկերությունում, այն էլ չնչին մի չերևացող գործառույթ է ունեցել, 14-ից 15 թվականները աշխատել է Ղարաբաղ Տելեկոմում, դրանից առաջ մինչև 17 թվականը սովորել է, այսինքն նաև այսպես լիարժեքորեն աշխատելու հնարավորություն չի ունեցել, 2015-18 թվականներին եղել է, այսինքն 15 թվականից արդեն պետական համակարգում է աշխատել, 15-18 թվականներին եղել է հատուկ հնչական ծառայությունը որպես գլխավոր մասնագետ բաժիններից մեկում, 2018-ից 19 թվականին եղել է հատուկ հնչական ծառայության բաժնի պետ, 2019 թվականին հատուկ հնչական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ, 2019-ից 20 թվականներին արդարադատության նախարարի տեղակալ, 2020-ից 24 թվականներին գլխավոր դատախազի տեղակալ, 24 թվականից մինչև այսօր արդարադատության նախարար։ Այսինքն Սրբույի Գալյանը իր կյանքում միայն 1 տարի է մասնավոր ընկերությունից աշխատավարձ ստացել։ Մնացած իր բոլոր տարիները, այդ թվում նաև այս պահը պետական բյուջեից ֆինանսավորվող աշխատանք են կատարել։ Պետական պաշտոններ աշխատանքով է զբաղված եղել։ Հայաստանում պետական պաշտոնը թույլ չի տալիս նման միջոցներ կուտակել եւ 10 տարի հետո $200,000 գույք ունենալ։ 2021 թվականի Սրբույի Գալյանի հայտարարագիրը եւս այդ մասին է խոսում։ Ուրեմն 21 թվականի պաշտոնի ստանձնման հայտարարագրում Սրբույի Գալյանը տարվա ավարտին հետ գցած գիտեք ինչքան գումար ուներ, ընդամենը 654,000 դրամ։ Ընդամենը 654,000 դրամ։ Ընդ որում, մինչև նախարարի տեղակալ նշանակվելը կամ գլխավոր դատախազի տեղակալ նշանակվելը հետո Սրբույի Գալյանը չնչին աշխատավարձ է ստացել։ Այսինքն մինչև բարձր պետական պաշտոն զբաղեցնել ինքը այդպես կապիտալ չի ունեցել, բարձր աշխատավարձ էլ չի ունեցել։ Ուրեմն այդ տարի Սրբույի Գալյանը ունեցել է 16 միլիոն դրամի եկամուտ, որից 12 միլիոն դրամը դատախազի տեղակալի աշխատավարձն է եղել եւ ուշադրություն Սրբույի Գալյանն ունեցել է 35 միլիոն դրամ պարտք, այսինքն բանկից վերցրած գումար։ Ընդ որում այդ գումարների մեջ, այդ պարտքի մեջ կա նաև 600,000 դրամ վերցված պարտք, այսինքն Սրբույի Գալյանի ֆինանսական միջոցները թույլ չեն տվել, որ ինքը միանվագ 600,000 դրամի գնում անի, ինչ որ բան գնի 600,000 դրամ, այսինքն հավելյալ ազատ 600,000 դրամ չի ունեցել, որ կարողանա գնի, գնացել վարկ է վերցրել 600,000 դրամ։ Ահա 600,000 դրամ ավել գումար չունեցող Սրբույի Գալյանը խոսում է $200,000 տուն ունենալու մասին 10 տարի հետո։
Դե կարող ենք մտածել, դե երևի թե Սրբույր Գալյանի մայրը նախկին հանրապետական պաշտոնյա է, դե հանրապետականներն էլ սիրում էին կապիտալ կուտակել եւ երևի թե այդպես պապենական փողեր ունի, այստեղ էլ հետաքրքրվեցինք, հասկացանք, որ այո, Սրբույր Գալյանի մայրը Արտեմիս Քեշքերյանը հանրապետական է եղել, բայց բարձր պաշտոնյա չի եղել, դպրոցի տնօրեն է եղել 250-300,000 դրամ աշխատավարձով։ Այդտեղ էլի հնարավոր չի կուտակել 10 տարում $200,000 կամ հետ գցել, որ տուն գնես։ Ահա այսպես, բացի նրանից, որ պոռոտախոս է Սրբույր Գալյանը, նաև անհասկանալի է, թե որտեղից իրեն վստահություն, երբ որ մարդը մասնավոր սեկտորում ընդամենը մի տարի է աշխատել, որ ինքը 10 տարում ինքը այնպիսի բարձր մակարդակի մասնագետ է, որ 10 տարում կարող է $200,000 գնում իրեն թույլ տալ։ Ծայրահեղ աղքատ Հայաստանում, որտեղ 100,000-ավոր մարդիկ արդեն ասացի լրջագույն խնդիրներ ունեն իրենց սոցիալ կենցաղային հարցերը լուծելու եւ անգամ կարող են սոված մնալ մարդիկ օրերով։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ, բայց ակնհայտ է, որ նախարարի աշխատավարձը իրեն այդպիսի բան թույլ չի տալու, որտեղ նախարարի տեղակալի աշխատավարձով ինքը տարվա ավարտին ընդամենը 600,000-ից մի փոքր ավել գումար է կարողանում հետ գցել։ Դե որ եթե մասնագետները կանայք այդտեղ կիմանան, հակուկապտել մի հատ քննենք, կհասկանանք թե ինչ գումարներ են այդտեղ ծախսվում, արդյոք հնարավոր է խնայել տան համար թե ոչ։ Սրա մասին ուզեցա խոսել, որովհետև նախորդ օրերին արձագանքել է եւ դա մեծ հանրային հնչեղություն ստացավ, տասնյակ հազարավոր մարդիկ դժգոհել էին Սրբույր Գալյանի այս վարկագծից եւ կարծում այս մանրամասնելու կարիքը կար, թե ինչու եմ առանձնացրել իր դեպքը եւ ինչու եմ ասում, որ չի կարող 100,000-ավոր աղքատներ ունեցող երկրի ժող կառավարություն նախարարի պաշտոն զբաղեցնողը նման խոսույթ ունենալ եւ մարդկանց ստիպել առավել վատ զգալ իրենց այս պայմանների համար, որտեղ իրենք աղքատ են, իսկ նախարարը ասում է, դե ինչ խնդիր կա, որ $200,000  10 տարում որևէ խնդիր չի։